Հունիսի 23-ին Դասավանդիր Հայաստան հիմնադրամի Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց։ Սա Սյունիքի գյուղական բնակավայրերում որակյալ կրթություն ապահովելուն միտված ևս մեկ քայլ է։ Ոգևորիչ է, որ մասնավորը իդեմս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նույնպես նպաստում է դրան, ասում է փոխմարզպետը։ Դասավանդիր Հայաստանը արդեն Սյունիքում է և արդեն ունի վստահելի գործընկերներ հանդիզինս մարզպետարանի և ԶՊՄԿ-ի։ Կարևորության առումով պիտի ասեմ, որ մենք ունենք ավանդաբար որոշ մասնագիտություններ, հիմնականում բնագիտական մասնագիտություններն են, որոնք ցավոք սրտի լինում են մասնագետների պահանջ, հատկապես գյուղական բնակավայրի ուսումնական հաստատություններում, և սա թույլ կտա լուծելու այդ խնդիրը որակյալ կրթություն տալու նաև գյուղական բնակավայրի աշակերտներին։ Դասավանդիր Հայաստանին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նոր բան սովորել, անցնել նախապատրաստական դասընթացը և իրենց ժամանակը նվիրել գյուղաբնակ երեխաներին կրթելու գործին։ Դասավանդիր Հայաստանի նոր ուսուցիչների սերունդը սեպտեմբերից կմտնի Սյունիքի տարբեր դպրոցներ, գյուղական համայնքներում և 2 տարի կաշխատեն որպես պետական ուսուցիչներ, համ առարկաներ կդասավանդեն, բայց նաև համայնքային տարբեր պրոյեկտներ կանեն երեխաների հետ ու մոտ 2000 երեխայի հետ ենք սկսելու աշխատել այս սեպտեմբերից ու շատ շնորհակալ ենք, որ համ մարզպետարանի և ԶՊՄԿ-ի կողմից այդ աջակցությունը կա, որպեսզի կարողանանք այս գործը սկսել և շարունակել Սյունիքում։ 2025-26 ուսումնական տարվա մեկնարկի հետ Սյունիքի գյուղական դպրոցներ կգան նոր անհավանական թվացող գաղափարներով երիտասարդներ, որոնք իրենց հետքը կթողնեն բնակավայրի պատմության մեջ։